Բարև ձեզ։ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներով տարված մենք չնկատեցինք, թե ինչպես անցավ հերթական շաբաթը, իսկ անցնող շաբաթը բնավել հերթական չէր, այն ավագ շաբաթներ կամ չարչարանած շաբաթը, որի յուրաքանչյուր օր ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը եւ մեզ մոտեցնում է Սուրբ Հարության տոնին։ Սուրբ Հարության տոն, որին մենք ասում ենք նաև զատիկ, որ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության ամենաերեց աշխարհով մեկ ամենաերեց սրբազանի Ոսկան arczepiskopos Գալպակյանի հետ։ Աստված օգնական սրբազան, Աստված բահաբան եւ միանգամից ավելացնեմ, որ Հարության տոնին մարդիկ իրար ողջունում են Քրիստոս հարյավ իմերելոց։ Այդ այսօր չենք ասում, որովհետև այսօր ամենավատ օրն է Քրիստոսի խաչելության, թաղման, մեզ համար դխրություն է, ապաշխարություն է։ Բայց միշտ էլ հավատքով ենք եւ գիտենք, պետք է այդպես էլ հավատանք անպայման, որ Քրիստոս հարություն պիտի առնի։ Դրա համար մեր հայրերը որոշ օրենք են հանել, որ եթե խաչ ես կրում անհատ, պետք է խաչված Քրիստոսը չլինի վրան։ Կաթոլիկները այդպես են անում, բայց մենք ասում ենք խաչված Քրիստոս չլինի, մնայուն գերբով Քրիստոս հարություն առավ։ Պետք է չխաչել կրգին ու գրգին եւ այդ ծևով վերաբար։ Ազգային սովորություն է, մեր հայրերի սովորությունն է եւ ուզում եմ մեր ժողովրդին ասել. խաչը դրեք, բայց ոչ Քրիստոս խաչված վրան։ Շատ լավ։ Հիմա Հարության տոնը կարծես թե մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, յուրահատուկ կերպով պատրաստվում ենք այդ տոնին բոլորը, իսկ կարծում եք այդ տոնի հոգևոր ընկալումը ժողովրդի մոտ բավարար մակարդակի վրա է, թե պարզապես մասնակցում ենք։ Գիտեք, ամեն ինչ դարձել է ձև, գովաստ, եւ այսօր ժողովուրդը չեմ գիտեր, կարող է մարդիկ տարբեր ծևով հավատան, հոգևորականներ տարբեր ծևով որևէ ճշտություն գտնեն, բայց դժբախտաբար ես այսօր կամ վաղը չկամ, վաղուց 80 անցել եմ, Աստված երկար կյանք տա։ Ամեն շատ հստակ աշխարհում մեկ զգացվում է, որ իրական հավատքից ժողովուրդը հեռացել է։ Հավատք եւ եկեղեցի, այստեղ զանազանենք։ Բայց ես ուզում եմ նախ Հարության մասին, Սուրբ Գիրքը գրած է, նույնիսկ 5 գտակարին մեջ, պիտի գույսը հղանա եւ ծնցի որդի Էմանուել գոչե, բայց նոր գտակարանում բազմաթիվ հոդվածներ կան բնթելով Քրիստոսի հարության մասին։ Բայց ես ընդրեցի այսօր ձեզ գարտալ, գներեք, որ քրապար պիտի գարտամ, հետո կթարգմանեմ։ Համեցեք։ Որտեւ չգիտեմ, ես այդպես եմ մեծացել, եթե մի բան քրապար չեմ գարտում, թեկուզ Աստվածաշունչը աշխարհապար եմ գարտում, ասում եմ, չէ, այդ չի։ Երկրորդ էլ երևի մտածում եմ Սահակ Բարթևի խոսքերն են։ Ինքն է թարգմանած Աստվածաշունչը։ Ուրեմն հարության մասին Բողոս Արաքելը ասում է. Եթե Քրիստոս չիցե հարուցյալ, ընդունայն են քարոզ մեր եւ ընդունայն են հավատքցեր։ Այսինքն, եթե Քրիստոս հարություն չի արած, ես Արաքել ասում է, իզուր դեղն եմ խոսում եւ դուք էլ իզուր դեղն եք հավատում։ Անշուշտ շվերչացնեմ հետո երկար չի լինի, պաստորեն վերջում շատ հստակ պարսում եմ, որ Քրիստոս մերերներից հարություն արավ։ Առաջի բդուղը
որ ատամի մեղքից հետո ատամի եւ Եվայի դուրս գալուց հետո դրախտից վդարումից հետո առաջինն էր որ պիտի վերադառնար որպես մարդ ծնավ պիտի վերադառնար յետասված եւ այդպես որ Քրիստոսին մենք հավատում ենք մենք ասացիք հարցրեցիք որ ինչու այս շաբաթը փրկակորձության 8 օրեկն է շաբաթ օրը զարգազարդի առաջ Ղազարին հարություն տվեց իր բարեկամին ցույց տալով որ ինքը նաև հարություն տալու կարողություն ունի բայց հետո ինքը հարություն արավ բայց միջ այդ ցերպակալվեց չարչարվեց խաչվեց եւ թաղվեց ինչպես Սուրբ Գիրքը ասում է մահվանից երրորդ օրը օր միաշաբաթուն միաշաբաթի գիրագին է այսինքն ուրբաթ թաղվեց առաջի օրը ուրբաթ երկրորդ օրը շաբաթ երրորդ օրը բայց շաբաթ երեկոյան չէ ճրակալույցից է սկսվում մենք դա գոչում ենք նախադոնակ այսինքն զատկվա նախադոնակն ենք անում եւ նաեւ մեր եկեղեցական օրը մեր ժամով օրերը չեն հա եւ արևմտավ մենք արդեն հաջորդ օրն ենք համարում Սրբազան իսկ ինչպես պիտի նշել եւ ինչպես ենք նշում մենք հարության տոնը այն ինչ մենք անում ենք հիմա ձու ներկել ուտեստները չամիչով փլավ ջրերով փլավ չգիտեմ ծկնեղեն կանաչեղեն եւ այլն սրանք հոգեվոր ինչ որ խորհուրդներ ունեն թե մեկը ասենք չգիտեմ ժողովրդական ավանդույթ է մյուսը պարզապես սպահքից դուրս գալու համար է դե երևի քրիստոնեական հիմքեր կան հատկապես ձուգը Քրիստոս բավականին գործ ունեցավ սկների հետ առաքյալներին երկրորդ երբ քրիստոնեությունը գաղտնի էր քրիստոնյաները խաչ չէին անում այլ գծում էին ձուկ որը թարգմանվում է հունարեն ասում է իխտիս Հիսուս Քրիստոս փրկիչ աշխարհի իխտիս բարի 4 դարերը որ առնեք այդ նշանակում է թարգմանվում է Հիսուս Քրիստոս փրկիչ աշխարհի բայց ծեր հարցումին պատասխանելու համար նախ ես նշмарել եմ որ դարբեր համայնքներում կամ Հայաստանում Գիլիգիայում ժողովուրդը մի քիչ դարբեր ուտեստեղեն ունի Մեր ես հիմնականում օրինակի համար արտասահմանում Գիլիգիա հայության մոտ կանաչեղով ձու տաբագում են անպայման այդ սեղանի վրա պիտի լինի այստեղ էլ էլի ահա կանաչեղենով ձու օմլետ արված հա ամենից որ ես կարծում եմ որ կարող է քրիստոնեական հիմքեր ունենա բայց այդտեղ կարող ենք ասել ադաթ է ազգային սովորություն է Դուք ավակ շաբաթի մասին խոսելիս ասացիք ուրբաթ օրը ամենավատ օրն է, բայց բոլոր օրերը ամենակարևոր իրադարձություններն են, հա, նախանշում։ Այո, Ղազարու հարությունից հետո Գիրագին զարգազարդ է, հիշատակություն Քրիստոսի հաղթական Երուսաղեմ մուտքը, ավանագի վրա նստած, ժողովուրդը ինչպես մեր շարագանակիրն ասում է, ձերք ոստով սիթենյոք և դղայք ոստով արմավենյոք, ամփոփ ձերերը սիթենի ջուղեր էին բռնած, իսկ երդասատները արմավենի ջուղերով թիմավորեցին։ Հաղթական մուտքներ, բայց տեսեք, երեքշաբթի օրը հիշատակություն է գույսերուն, 10 գույսերուն։
որոնք Քրիստոսի բոմերը ունեին վարեցին, 5-ը չվարեցին։ Գուցե դա խորհրդանշական մի բան է, որ այսին մի լինեք մոմ չվարող գույսեր, այլ այսօրվանից հավատացեք եւ մոմ վարեք Քրիստոսի քարոզության համար կամ հարության համար։ Իսկ ինչու տաղավար տոներից հաջորդ օրը մեռելոց է նշվում պարտադիր։ Գիտեք, դա ննչացյալներուն հիշելու լավագույն ձևն է։ Մենակ մեռելոց չենք գնում ծնունդից հաջորդ օրը, զատկի հաջորդ օրը, ուրիշ ժամանակներ էլ ենք գնում, բայց ըստ մեր հայրերի կանոնի պատրաստման մենք հաջորդ օրն էլ պետք է գնանք, հաջորդ շաբաթն էլ պետք է գնանք, 40-ին պետք է գնանք, դա արդեն անհատական է եւ հարազատներու, բայց ինչպես մեր օրացի մեջ գրում ենք, համայն հայության ննչեցյալներու համար, համայն ննչեցելոց։ Շատ լավ, Սրբազան, դուք սկսեցիք, բայց չշարունակեցինք ձեր խոսքը հավատքի եւ եկեղեցու մասին։ Ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ ունեք հավատք, եկեղեցի եւ մենք հավատքի պակաս ունենք թե չունենք ձեր կարծիքով։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ոսկան arczepiskopos Կալփակյանի հետ։ Սրբազան, մենք հարության տոնի առիթով սկսեցինք խոսել եկեղեցու եւ հավատքի մասին, հավատքի պակասի մասին։ Ինչ կասեք այս առումով։ Լսեք, եկեղեցին մենք հասկանում ենք ոչ թե տաճարը։ Մենք փոքր տարիքից սովորեցնում ենք այնտեղ որ քրիստոնեություն սովորվում է։ Եկեղեցի նշանակում է հավատացյալների 5-10 միավորումը։ Դա է եկեղեցին։ Բայց հիմա մենք եկեղեցի ասելով հասկանում ենք տաճարը։ Ինչու ասում եք հավատքի մասին։ Գիտեք, եկեղեցին շատ ոչ աստվածաշնչական որոշումներ է առնում։ Մեկ օրինակ դամ։ Հռոմի Պապը, Հռոմի եկեղեցին, որ որևէ երկրից ավելի միլիարդավոր ժողովուրդ ունի, մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ միասերականները, երկասերականները եւ այլն ընդունելի են եկեղեցու համար։ Կարող է թողություն տարվի։ Եկեղեցին ժամանակի ինձածքին մտնում է այն հոլովույթի մեջ, որ մարդկանց դժվարություն չտա։ Ու եկեղեցի կան։ Բայց դա ճիշտ մոտեցում է։ Ոչ։ Այսինքն մենք սաղուն անցնում ենք արդեն բարոյականության խնդրին, քրիստոնեական արժեքներ, քրիստոնեական բարոյականություն եւ մարդկային բարոյականություն։ Գիտեք հավատքը ինչ է։ Հավատքի համար Քրիստոս շատ բարձ խոսած է։ Իր օրենքներով ապրելը ինչ որտեղ կաշկանդում է մարդուն, մարդկայինին։ Բայց Քրիստոս ասաց. «Զի զլուծիմ քաղցրե եւ բեռնիմ փոքրոքի»։ Այսինքն մենք քրիստոնյա իրական հավատացյալ լինելու համար պետք է լուծը տնենք։ Եվ այդ կաշկանդումներ ունենանք։ Եվ այդ լուծը քաղցր է։ Քրիստոս ասում է։ Իսկ համբալները առաջ լուծը էին տնում, ինչպես լուծը տնում ենք էշերի։ Եվ այդ հավատքի վրա մենք պետք է փերը, եւ իսկ փերի համար ասում է, եւ փերն իմ փոքրոքի ծանր չէին փերը, եթե այդ լուծը տնենք։
Հիմա մենք շատ կասկածում եմ, որ մարդիկ այդ լուծը իրենց ուսին առնում են։ Ձեր բերած օրինակով եկեղեցին էլ չի ընդվզում, որ չեն առնում, հա? Գիտեք, եկեղեցին քարոզում է։ Այսօր եկեղեցին քրիստոնեական, աստվածապանական տեսակետից այո, խոսում ենք, պետք է ապաշխարենք, հաղորդություն առնենք։ Աչքիս առաջ ես այս կանդարի տեսել եմ։ 60 տարվա հոգևորական եմ։ Աչքիս առաջ եղել են դեպքեր դարբեր երկրներում, Ավստրալիայում, Հունաստանում, Դամասկոսում, որ մարդիկ խոստովանում են, հաղորդություն են առնում, ես սովորություն ունեմ ժողովրդի հետ միասին դուրս գալու, որ ժողովրդին բարևեմ։ Բայց մեկ էլ տեսնում եմ, որ երկու կանայք ուրիշին զրբարդում են։ Վերջ այլևս դու հարուցյալ Քրիստոսին չես ճաշակում, որտեղ զրբարդությունը մահացու մեղք է։ Իսկ մարդկայինը գնալով դառնում է մարդու իրավունք։ Մարդու իրավունք, որը այսօր համադարած է արևմտյան աշխարհում։ Մարդու իրավունքն է, օրինակ, որ փոքր տարիքին դու չթելատրես Մուհամմեդն է մարգարեն, Հիսուսն է փրկիչը Աստված, կամ Բուդդան է, կամ հինդու աստվածներն են։ Ինքը ընդհանուր այդ վեճը գա այսօր։ Մենք չենք նկատում, բայց ասում է մարդու իրավունքը Իրանից չես կարող խլել, ինչ որ բան թելատրելով։ Մեր այսօրվա պայքարը այդ մնացեիրագերբի թեմ է։ Չէ, Աստված կա եւ երեխայից պետք է սորվեցնել մանկությունից։ Բայց մարդու ազատությունը, մարդկային այդ օրենքը չի ընդունում այդ։ Ասում է չէ, ազատ թողեք, մինչև խելահաս լինի, հետո ինքը թողորոշե։ Քրիստոս, Մովսես, Բուդդա, Մուհամմեդ։ Ես հասկանում եմ, եթե որպես մարդ մտածենք, մարդուն այդ ազատությունը բիդանք, բայց ես իրավունք չունեմ որպես մարդ մտածելու։ Ես ուխտած եմ, հոգևորական եմ, պիտի մտածեմ միշտ այս քրքի համաձայն։ Ես 100% պետք է հավատամ, որպեսզի քարոզեմ, ինչպես Քրիստոսով։ Քնացեք այսուհետև քարոզեցեք ամենայն հետանոսս։ Գնացեք առաքյալներն ուսավ, գնացեք այսուհետև, այսօրվանից հետո եւ քարոզեցեք հարուցյալ Քրիստոսը։ Սրբազան, իսկ հավատքի մասին, քրիստոնեության մասին շատ են խոսում, քիչ են խոսում, ընդհանրապես շատ պետք է խոսել, քիչ պետք է խոսել։ Մենք հիմա կարծես շատ ենք շեշտում քրիստոնեությունը, մեր արժեքները, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Սա մի տեսակ գովազդի չի նմանվում։ Սա լավ է թե վատ։ Գիտեք ինչ է, դա արդեն քրիստոնեականից ավելի ազգային հարց է։ Մենք ազգային մեր հարցերի նկատմամբ փերում ենք մեր բացության դեպքերը, քրիստոնեական ընդունում, վարդանանց պատերազմ, ավարայերի տաշ, եղերնը ընդունում ենք, ազգային հպարտությունն է դառնում միայն։ Նրա բովանդակությունը մենք այլևս չենք զգում եւ ճիշտ մեկնաբանություններն էլ չենք տալիս։ Օրինակ վարդանանց պատերազմը ազգային պատերազմ ենք համարում։ Ոչ։ Վարդանանց ղեկավարները մայր դաջարի մեջ նամակ գրեցին Պարսկաստանի շահին, Հազգերտին, որ այս հավատքեն ոչ ոք մեզ կարող է բաժնել։ Մեր բարանոցը եւ ծեր սուրը, այսինքն կարող եք մեզ սպանել ընդհանրապես,
բայց մենք այդ հավատքից չենք, այստեղ հագագշիրը, մեծ գշիրքը քրիստոնեության վրա բերել է։ Իսկ հետո ես միշտ նկատի առած եմ եւ մինչեւ հիմա էլ մայր դաջարի մեջ կա այդ Գրիգոր Լուսավորչի կառուցած սուրբ սեղանը հանգարց քանթված է եւ գրագարան դա մեջը կա։ Գրագանի վրա մի քար է տրված։ Մենք ասում ենք, որ դա Գրիգոր Լուսավորիչի գրագարանի վրաց, բայց շատ պատմաբաններ, ինչպես Արաքելյանը եւ այլն, ասում է, ես որ խոսում էի ժամանակին տուրիստներուն պատասխանում, սա սխալ ես ասում։ Այդ քարը Վարդանանց պատերազմից հետո, երբ պարսիկները եկան գրավեցին, ամբողջ եկեղեցիները գրագարա դրին։ Այդ է։ Բայց հիմա ես ասում եմ, ինչպես եղավ այդ։ Այս կարևոր հանգամանք է։ Շուրջ 25-30 տարի հետո մենք ետ եկեղեցի դարձրեցինք։ Վարդան Մամիկոնյանով քարը տրվեց, կապան ադուշան սարքվեց իր բարդությունից հետո։ Վահան Մամիկոնյանից հետո եկեղեցին վերագենտանացավ։ Ինչու, ինչպես պատմությունը գիտեք, լավ ուսումնասիրեք։ Ինքը Վահան Մամիկոնյան որպես հարց կարողացավ լեզու գտնել եւ մինչեւ իսկ մարզբետները բարսիկ էին դիզմոնը իրեն մարզբետ նշանակեց։ Այստեղ ուզում եմ ցույց տալ, որ շատ բաներ կան մտածելով քաղաքականությամբ կարող ես, եթե կարող ես լուծել, ինչպես Վահան Մամիկոնյանը Վարդանից 25-30 տարի հետո լուծեց, կամ ալ գրիվով կարող ես լուծել։ Գրիվի բարակային պիտի ըմբռնես, որ լավ է մեռնիմ, քան թե ազգայինը գործընծնեմ։ Հիմա քրիստոնեական բարոյականությունից խոսեցինք, արժեքներից եւ նաեւ քաղաքականություն բառը լսեցի ու հարց առաջացավ քրիստոնեական բարոյականություն եւ մեր հանրային քաղաքական կյանքը։ Գիտեք, ես չեմ ասում, շատ աստվածապանների հետ խոսել եմ ես, կամ գարտացել եմ։ Միջեկեղեցական հարաբերությունների մեջ էի ես, հայ եկեղեցին Վազգեն Կաթողիկոս ներկայացնում։ Շատ հետերնին խոսել եմ, ոչ պաշտոնական, առանցին զուրկս։ Միշտ մտածում էինք, թե քրիստոնյային պատերազմ ինչպես կարելի է ընդունել։ Լրիվ հակառակ է Քրիստոսի վարդապետության պատերազմը։ Բարձրապես ասում ենք, որ քրիստոնեությունը քաղաքական իրավիճակի մեջ մտավ, որը եւ դառնալուծեց քրիստոնեական Քրիստոսի հիմքերը։ Այսինքն, երբ միայն Աստծո մասին չես մտածում, նաև ազգային, մարդկային իրավունքներու մասին ես մտածում, այնտեղ արդեն թուլացնում ես սա։ Աստվածապանությունը։ Օրինակ, մի թեպ պատմեմ, այդ ժողովների ընթացքի մի հատ աստվածապան, որ հայտնի է, սավ ես կփաստեմ, որ սավ Աստված Գարմիր քեդը, Գարմիր ձովը բաժանեց, ասի ինչպես կփաստես։ Մենք գիտենք, որ Աստված բաժանեց հրեա ժողովրդին, որովհետեւ Եգիպտոս Սինա գնա։ Չէ, ասում է։ Մոտավորապես այդ թվականներին Գրեդեի մեջ մեծ երկրաշարժ է եղել։ Այդ բացությունը սունամիի պատճառով է եղել։ Ասի ուրեմն չես հավատում, որ աշխարհ գիտական հարցն է, թե Աստծո բաժանումն է։ Ամենից որ շատ կրոնականներ ասին չեն կարողանում, այսպես ասած, հիմնավորել
Քրիստոսի աստվածապանությունը այն է, որ մարդը իր կյանքում միայն պետք է ցկտի Սուրբ Հարության։ Էլի վերադառնալով քրիստոնեական բարոյականություն եւ հանրային քաղաքական կյանք եւ ձեր խոսքից դատելով հիմա այնինչ կատարվում է Աստծո կամոք թե մեծ տերությունների։ Գիտեք, 3 ամիս առաջ մի դեպք պատահեց, հետևում էի համագարկիչով Լոս Անջելեսի հրթիռը, որ եղավ, հայերեն, չեմ գիտեր ով է, աղոթող է եւ այլն, եւ ասաց Լոս Անջելեսի ժողովրդի մեղքի համար Աստված Սոդոմ Գոմոր է ստեղծում, վառում է Լոս Անջելեսը։ 2-3 օր առաջ աղոթեցեք Աստծո, որ ցեզի փրկեց։ Հիմա չգիտեք։ Հիմա որը։ Աղոթեցեք Աստծո։ Այստեղ էլ անցյալօրը գայքեչի մեջ գարտում էի։ Ուրախ եղեք եւ աղոթեցեք։ Դու մեղավոր մարդ, ո՞նց կարող ես ուրախ լինել։ Ամենը լավ աղոթող մարդը աշխարհով հանդերձ Գրիգոր Նարեգացին էր։ Երբ որ աղոթում էր, դխուր էր եւ լաց էր լինում։ Ես չեմ գրնամ, գաղոթեմ, բայց ուրախությամբ չեմ աղոթեր, որտեղ գիտեմ, որ մեղքերի մեջ թաղված են։ Բացի մեղքերի մեջ թաղված լինելը սրբազան, հիմա մենք այս իրավիճակում, երբ որ կարծես 2 քարի արանքում ենք մի կողմից Թուրքիա, որ ասում է ցեղասպանություն բառը կոպիտ եմ ասում, հա, այդպես չի ասում, բայց մոտավորապես հրաժարվելու բառից, եւ մյուս կողմից Ադրբեջան։ Գիտեք ինչ է, ես ասում եմ 2 քարի արանքն ենք, որտեղ ես քաղաքականորեն հավատում եմ, իմ կարծիքն է, եւ որոշ համարում ունեմ, որտեղ աշխարհում մեկ միշտ քաղաքական կյանքով է զբաղված, քաղաքական մարդկանց հետ զրուցած, եւ իմ կարծիքը ինչ որ համարում եմ կարող է ճիշտ լինի, մենք 2 քարի արանքն ենք։ Մեկ քարը Թուրքիան է, մյուս քարը Ադրբեջանն է։ Թուրքիան երբեք չի թողնի Ադրբեջանին, որ հաշտություն անի մեզ հետ, մինչև իր բանջը չկատարվի հայերից, Հայաստանից, հայերից չի կարող բանջել, օտար երկրների քաղաքացին, Հայաստանից, որ ցեղասպանությունը մոռացեք։ Եթե այդ չի լինի, Էրդողանը կամ իրեն հաջորդները, նմանները չեն թողնի Ադրբեջանին, որ մեզ հետ խաղաղություն անի։ Իսկ Ադրբեջանը Թուրքիային չի թողնի, որ մեզ հետ խաղաղություն անի առանց միջանցքի։ Դրա համար ասում եմ, 2 քարի արանքն եք մտել։ Եվ իսեր Աստծո, բանակը գզորացնենք, Արցախը ետ կառնենք, Նախիջևանը ետ կառնենք, պատմական Հայաստանն ալ ետ կառնենք, ցնորք է։ Իրադես եղեք։ Նայեք իրականությանը ինչպես է։ Ինչ վիճակի մեջ ենք մենք։ Օրինակի համար երբեմն այդքան քորում գանչում են հանքերը փակեք, զար պետք է լինի։ Հայաստանի տնտեսության նայում եմ, եթե հանքերը փակենք, մենք սնանկացած ժողովուրդ ունենք։ Հիմա բարձրապես կորալ, ոչ անդարները, լավ, իրավունք չունիս այդ կորալու, մինչև նայես, այո, ես այդ բնությունը սիրում եմ, բայց մինչև նայես, թե ուր, ես կարծում եմ, դժբախտաբար քաղաքական կյանք չկա Հայաստանում։ Այսօր մեր քաղաքական կյանքը գզվրդոց է։ Գզվրդոց է մեկ օրինակ տամ։ Փողոցներում քաղաքականություն են մշակում, ազգային ժողովում, պարլամենտում թռների մասին են խոսում։ Դուրը բաց է փակե։ Այս ծևով քաղաքականություն չի լինի։ Եվ Հայաստանի ճակատագիրը անհատի հետ մի կապեք։ Ես ասի 2 քարի արանքն ենք մնացել,
Բայց ինչպես ովը այնքան ինձ չի հետաքրքրում։ Ովը չի հետաքրքրում ինձ։ Հայաստան այսօր այս վիճակի մեջ է եւ ես չեմ տեսնում որևէ հնարավորություն։ Չեմ տեսնում, բայց մեր քաղաքական կյանքը դարձել է լրիվ սդախոսություններ, ղուլ, գիտեք ինչ է, բախտակուշակներ։ Օրինակ համար 6 տարի է լսում եմ, վաղը Պուտինը չկա, մյուս օր Պուտինը չկա, վաղը Փաշինյանը չկա, եկող տարի Փաշինյանը չկա։ 6-7 տարի է լսում եմ, վաղը ասելով ինչ եք ասում, ինչի եք ժողովրդին առարգայական մտածելակերպը խախտում։ Կարևորը այս վիճակը հաղթահարելն է, Աստված մի տուր կբացի։ Տեսեք, սա էլ ու ավարտել։ Ես ասեմ ավելի մտահոգված եմ, խիստ մտահոգված եմ այսօրվա մեր վիճակով, քան թե որևէ անհատի մասին։ Մտածեցեք մեր այսօրվա վիճակի մասին, որը շատ տագնապալից է։ Աստված առաջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Ոսկան arczepiskopos Կալփակյանի հետ, կհանդիպենք։